Երբևէ ձեր կյանքում ունեցել եք նման փորձառություն, աշխատում ես, վազում ես, տանջվում ես, արարում ես, բայց քիչ ես հավաքում, քիչ ես ստանում, աշխատածից արդյունքը, աշխատածից վաստակը չի բավարարում։ Մանավանդ այս երկրի մեջ, ինչքան վազում ես, այնքան ավելի վազելու տեղ կա, ինչքան ավելի ես աշխատում, այնքան ավելի կարիքներ ու պետքեր են շատանում։ Եվ այս խառնաշփոթ վազքի մեջ, վստահ եմ ամեն մեկս մեր ուժերի չափով, մեր կյանքի տարիների մեջ ունեցել ենք նման օրինակ փորձառություն կամ հիմա ենք անցնում դրա միջով։ Մարգարեն իր օրերի մեջ, իր ժողովրդին ասում է. Աստծո ձայնը բարձրաձայն իրենց հիշեցնելով, դուք ինքներդ դժգոհում եք, որ չեք հասցնում, չունեք, չկա, անդրադարձեք, ինչու։ Հոգևոր հավատքի կյանքում, որի մեջ որ ենք և ապրում ենք, որի մեջ ամեն անգամ ձեզ հիշեցնում, ես ինքս ինձ հիշեցնում և բոլորիս եմ հիշեցնում, կանչված ենք առաջնահերթությունները կարևորելու։ Աշխարհի մեջ հոգևոր ընթացք ապրող մարդը թիվ 1 առաջնահերթություն, թիվ 1 պահանջ, թիվ 1 կյանքի նպատակ և իմաստ ունի։ Ապրել կյանքը Աստծո նպատակների համաձայն, ապրել կյանքը Աստծո խոսքի համաձայն, ապրել կյանքը Աստծո փառքի համար։ Սա կարգախոս է, սա սկզբունք է, սա միակ կերպն է հավատացյալի, քրիստոնյայի, Քրիստոսին հավատացողի, որպեսզի իր կյանքը իմաստ ունենա, երբ որ ասում է ես քրիստոնյա եմ, ես Քրիստոսի հետևորդ եմ։ Բայց շատ անգամ, որպես հավատացյալներ, մենք շատ էքսքյուզներ ենք ունենում։ Ես իմ լավագույնս պիտի անեմ Աստծուն, դրա համար ինձ ժամանակ է պետք։ Ես կարդում եմ Աստծո խոսքը, բայց ուզում եմ հասկանալ, դրա համար պետք է մի քիչ էլ ժամանակ դաս պատվելի, մի քիչ էլ կարողանանք միասին մտածել սրա մասին, մի քիչ էլ էսպես։ Սերտողություններին դեռ պատրաստ չեմ գալու։ Որքան եմ լսել սա Հայաստանում, որքան եմ իմ ծառայության տարիների մեջ սա տեսել, մարդիկ, հավատացյալ մարդիկ պատճառաբանություններ են բերում, որպեսզի արդարացնեն իրենց ընթացքը, իրենց կյանքը։ Եկեղեցի չես գալիս, շատ պարզ բաներ եմ ասում։ Ցույց ես տալիս, թե կյանքիդ մեջ ինչ առաջնահերթություն կա։ Աստծո խոսքին ժամանակ չես տալիս, ցույց ես տալիս, թե կյանքիդ մեջ ուրիշ ինչ առաջնահերթություններ կան։ Աղոթքին, հավատքի կյանքի մեջ սրբության ընթացքին, Աստծո խոսքի վրա հենված, հաստատած մնալուն ժամանակ եւ կենտրոնացում չես տալիս, ցույց ես տալիս, որ կյանքումդ ուրիշ առաջնահերթություններ կան։ Աստծո խոսքը ամենապարզ, ամենահստակ, ամենահասանելի ձևով մեզ կոչ է անում։ Աստված մեծ բան չի պահանջում։ Աստված ճոխ բաներ չի պահանջում։ Աստված չի պահանջում մի բան, որ կարելի չէ մեզ համար, որ մենք պարթարանանք ասելու չենք կարող անել։ Ինչ որ գրված է Աստծո խոսքի մեջ, գրված է եւ գրված է, որպեսզի մենք հնազանդենք։ Եվ նայեցեք այս 8-րդ համարի խոսքը։ Բարձրացեք բլուրները, սարերը բարձրացեք, փայտ բերեք, տունը շինեցեք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք եւ ես կհայտնեմ իմ փառքը, ասում է Տերը։ Աստվածաշունչը վկայում է բոլոր ժամանակների համար, որ Աստծո հավանությունը, Աստծո բարեհաճությունը իջնում է բոլոր նրանց վրա, ովքեր երկյուղ ունեն Աստծուց։ Վախ չէ, երկյուղ, հարգանք,
պատկարանք, համոզում, գիտակցում, ով է Աստված, ով եմ ես։ Սաղմոսերգուն ասում է, Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, նայեցեք ովքեր են այդ վախեցողները, սա սարսափ չէ, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։ Տիրոջ հանդեպ պատկարանքը, երկյուղը արտահայտվում է մեր ամբողջական հույսը, կախվածությունը ունենալ նրա վրա, նրա ողորմության վրա։ Իսկ Աստծո հանդեպ այս ընթացքը, համոզումը միայն զգացմունք չէ, ես քեզ սիրում եմ, ես իմ կյանքս նվիրում եմ քեզ, երգում ենք, չէ՞։ Երգում ենք նման երգեր, ես իմ կյանքս քեզ եմ նվիրում, ես իմ սիրտս քեզ եմ նվիրում, արա ինչ ուզում ես։ Խոսքից ավելի գործողություն է պետք, կյանք է պետք, ընթացք է պետք։ Մարգարեն շատ հստակ ձևով ասում է, գործնական հնազանդության համար մեծ բաներ մի փնտրեք, էքսքյուզներ մի ունեցեք, դեռ ժամանակը չի, դեռ պահը չի, դեռ պիտի աշխատենք, դեռ պիտի փորձենք, սարերը բարձրացեք, սարերը բարձրացեք, պիտի հասկանաք ինչ է սա նշանակում կոնտեքստի մեջ։ Բաբելոնը երբ որ գրոհեց Երուսաղեմը, հիմնահատակ ավիրեց և հրդեհի մատնեց։ Տաճարը, որ քարեշեն և փայտաշեն, տաճարը, որ Աստծո ներկայությունն էր խորհրդանշում, փլուզվեց։ Քարերը մնացին, բայց փայտերը վառվեցին։ Եվ կարդում ենք, որ Եզրասի գրքի մեջ մանավանդ, երբ որ հրեաները վերադարձան, Երուսաղեմի մեջ առաջի բանը, որ արեցին, Տիրոջ զոհասեղանը շինեցին։ Բայց տաճարը տագավին փլատակների մեջ էր։ Եվ սկսեցին աջ ու ձախ, միջոցներ հայթայթել, կերպեր, որտեղից ամենաընտիր փայտերը պիտի բերենք, որտեղից։ Մեր մեջ լիբանանցիներ կան, Լիբանանից, մեծ գումարներով, մեծ միջոցներով, պետք է լավագույնը անել, որպեսզի ամենալավը բերել, որտեղ Աստված լավագույնին է արժանի, այո և ամեն։ Բայց կարդում ենք այս մարգարեական գրքի մեջ, որ չգիտես որտեղից և չգիտես ինչպես Աստծո տունը ավերակների մեջ է, փայտ չկա Աստծո տունը շինելու համար, մարդիկ իրանց տները զարդարում են փայտերով և այն էլ թանկարժեք փայտերով։ Դուք ասում եք փայտ չկա, դուք ասում եք միջոցներ չունենք, դուք ասում եք ժամանակ է պետք որ լավագույնը անենք, սարերը բարձրացեք, սարերը բարձրացեք և փայտ բերեք սարերից։ Կարևոր չէ ինչ որակի, կարևոր չէ ինչ տեսակի, կարևորը Աստծուն հնազանդեցեք։ Ամբողջ Իսրայելի ժողովուրդը գիտեր, որ Աստված էր, որ իրենց վերադարձրեց, շնորհեց երկրորդ հնարավորությունը և պատվիրեց կառուցելու Տիրոջ տունը։ Կուզեք ավելի վախեցնող պատկեր։ Այն փայտերը, որ նախատեսված էին Տիրոջ տունը կառուցելու համար, այդ փայտերով իրենց տները կառուցեցին։ Մարգարեն Աստծո խոսքի մեջ մնալով և Աստծո խոսքին հավատարիմ մնալով իր ձայնն է բարձրացնում, կարծես երկրորդ հնարավորությունը տալու, կոչ անում հնազանդության, Աստծուն հնազանդության։ Դուք գործածեցիք բոլոր պաշարները ձեր նպատակների համար, գործածեցիք բոլոր միջոցները ձեր տների համար և հիմա արդարանում եք ասելով, որ չունենք ոչինչ։
Մաղաքիայի օրերում քահանաները, Աստծո ժողովուրդը Տիրոջն էին բերում այնպիսի ընծաներ, որ Աստծո խոսքն ասում է, որ նույնիսկ ձեր ընտանիքներ չէիք տանել այդ ընծաները։ Ամոթ էր, ամաչելու էին, ամաչելու աստիճանի էին այն ընծաները, որ բերում էին Տիրոջ տուն։ Եվ համեմատում է, դուք դա ձեր ընտանիքներ չէիք տանի, ոչ էլ ձեր ընտանիքների մեջ ձեր ընկերներին կտայիք։ Մաղաքիայի մարգարեություն առաջի գլուխ 6-8 համարներ։ Երբ որ չկա հնազանդություն, չկա Աստծո բարեհաճությունը։ Ինչ է նշանակում բարեհաճություն։ Ինչ է նշանակում Աստծո բարեհաճությունը ունենալ։ Կամ ով կարող է Աստծո բարեհաճությունը ունենալ։ Աստված միշտ եւ մնայուն կերպով կոչ է անում, որովհետեւ մենք մեր կյանքով եւ ընթացքով իր գամքի մեջ մնալով կարողանանք իր անունը սուրբ պահել։ Տերունական աղոթքի մեջ ամեն անգամ, երբ որ այս բառերն ենք ասում, Սուրբ Եղիցի անուն քո, սա ինչ է նշանակում։ Խնդրել, փափագել, փնտրել Աստծո բարեհաճությունը, խնդրել, փափագել եւ աղոթել, որ Աստծո անունը իմ կյանքով, ընթացքով սուրբ մնա, եւ ես կարողանամ իմ կյանքով ու ընթացքով իրեն փառք բերեմ։ Հիսուս իր կյանքի ծառայության օրերի մեջ այս վկայությունը տվեց Հովանու ավետարան 8-րդ գլուխ 29 համար. Ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է։ Եվ սա միանգամայն հրաշալի օրինակ է մեզ համար։ Երանելիների շարքի մեջ, Հիսուս Քրիստոսի լեռան քարոզի մեջ, այդ ամբողջ ուսուցման մեջ պատգամը նույնն է, եւ նույնն է նաեւ այսօր։ Մենք բոլորս գիտենք, որ Տիրոջ տունը կառուցելը շենքը եւ շինությունը չէ։ Աստված ձեռագործ տաճարներում չի բնակվում։ Մեր եկեղեցական շենքերը, շինությունները, ինչ որ ունենք, սրանք բոլորը վկայություն են, գեղեցիկ են, լավ են, բայց եկեղեցին շենքը չէ։ Եկեղեցին ժողովուրդն է, Աստծո ժողովուրդը։ Եվ Աստծո ժողովուրդը կանչված է իր կյանքով ու ընթացքով այդ հնազանդության, ամբողջական հնազանդության եւ նվիրումի կյանքը ապրել։ Հետաքրքրական միտք կա, որ մեջբերում պիտի անեմ։ Մեկնաբաններից մեկը այս հատվածի վրա իր մեկնությունը գրելիս ասում է. եթե այսօր Աստծո տունը այլևս նյութական չէ, այլ հոգևոր, այնուամենայնիվ նյութականը մնում է հոգևորի իրական խորհրդանիշ։ Երբ Աստծո եկեղեցին որևէ վայրում, որ հավաքվում է, ամփույթ է իր պաշտամունքի, ծառայության վայրի հանդեպ, դա նշան է եւ վկայություն, որ նրա հոգևոր կյանքը ցածր մակարդակի վրա է։ Թեպետ այս գրքում, մարգարեական գրքում ապաշխարություն բառը որպես բառ այդպեսին չի օգտագործվում, սակայն ինչ է նշանակում Աստծուն հնազանդել, ինչ է նշանակում Աստծո ուզածի պես ապրել, Աստծո նպատակների համար ապրել։ Ապաշխարությունը մտքի փոփոխություն է, եւ այդ փոփոխությունը ունենում ես ճանաչելով նրան, կյանքդ նվիրելով նրան եւ կյանքդ հնազանդեցնելով նրա խոսքին։ Եվ այդ ապաշխարության ողջ ընթացքը հնազանդության ընթացք է։ Եվ մենք բոլորս կանչված ենք դրա մեջ հաճեցնելու եւ իր բարեհաճությունը ստանալու։ Տերը հաճություն ունի նրանց մեջ, որոնք վախով կամ երկյուղով մոտենում են իրեն, ասում է Սաղմոս 2-ում։ Հաջորդ բառը, որ այս հատվածում կարդում ենք, իր փառքն է։ Իր Աստված փառավորում է իշխանությունից ավելի կարևոր է Աստծո խոսքով բանալուց, անկողի կարևորած խոշորությունները դի։ Հեսա փառքը մեր շնորհիվն է մեջ, Աստծո առաջնորդում է մեր։ Տեսած ուսումը մեկ կողմ էր դրված, Աստված էր արհամարված։ Այստեղ ռետորական հարց է հնչում. ինչու, Աստված ինքն է հարցնում, ինչու
որովհետև ասում է իմ տունը սավերված է, իսկ դուք ձեր տներով եք զբաղված։ Դրա համար երկիրը, հողը, երկինքը, պետք եղած օրհնությունը, որ խոստացված էր, որ Աստված պիտի շնորհի, Աստված ինքն է ասում, որ ես իմ ձեռքս ետ քաշեցի եւ երկինքը, հողը եւ ամեն արարչագործությունը հնազանդվում է ինձ, բայց դուք ոչ։ Նրանց չքավորությունը կամ չունենալը պատահականություն չէր։ Ոչ թե ձախողված բիզնեսի կամ չհաջողված գործընթացի արդյունք, այլ Աստված ասում է, ես եմ դրա պատասխանատուն, որովհետև դուք անհնազանդ եք։ Հետաքրքրական է, որ ասում է իմ տուն բերեցիք, բայց պակասեց, տուն բերեցիք, բայց ես փչացրեցի։ Ձեզ ասացի, որ Երուսաղեմ վերադառնալուց հետո զոհասեղանը վերականգնվեց, եւ եթե կարդաք Եզրասի գիրքը, պիտի տեսնեք, որ փորձեցին շուտով զոհասեղանի վրա օրվա ժամանակացույցով, օրացույցով պետք եղած զոհերը մատուցել։ Եվ շատ մեկնաբաններ ասում են, որ այս տուն բերեցիք, ինչ սրտով բերեցիք, ինչ հոգիով բերեցիք, ինչ հավատքով բերեցիք։ Արդյոք լավագույնը բերեցիք։ Աստված երաշտ բերեց եւ այդ երաշտը հավասարազոր էր տաճարի վիճակին եւ նյութական հոգեվոր ավերվածությունը մեր առջև պատկեր է բացում։ Պատկեր է բացում, որպեսզի ամեն մեկս ինքներս մեզ տեսնենք։ Նյութականից ավելի հոգևորն է կարևոր։ Նյութականը բոլորից վեր փնտրելը, ավելի նյութականը փնտրելը քան հոգևորը։ Ուրիշ խոսքով քրիստոնեական հավատքի կյանքին ոչ համահունչ ընթացք է։ Այս դառը փորձի դասը ժողովուրդը վերապրեց եւ մարգարեական խոսքը այսօր նաեւ մեզ է կոչանում։ Պողոս առաքյալ իր նամակներում ասում է. «Կերագուր եւ հագվելիք ունես, բավարարվիր»։ Կյանքը ավելի է կերագուրից ու հագուստից, ասում է խոսքը։ Երբեմն առատության մեջ մենք առաջնահերթություններն ենք մոռանում եւ հոգևոր երաշտ է գալիս մեր կյանքում։ Հոգևոր դատարկություն, չորություն, հիասթափություն։ Մեր հոգևոր իրականությունը պայման ունի հնազանդություն Աստծուն։ Անհնազանդությունը բոլոր օրերի համար մեկ պատասխան ունի՝ մեղք է։ Անհնազանդությունը մեղք է։ Դրա համար Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ եւ մեզ օրինակ եղավ, ինչպես հնազանդել։ Եբրայեցիս նամակի հեղինակը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի համար հետաքրքիր նկարագրություն ունի։ Հիսուս մարդը իր երկրային օրերում հնազանդություն սովորեց։ Եվ իր կյանքով ու ընթացքով ցույց տվեց, թե ինչ է նշանակում Աստծուն հնազանդ կյանք ապրել։ Մեծ բաներ մի փնտրեք, բարձրացեք սարերը եւ փայտ բերեք։ Այսօր Քրիստոսի անունն ենք կրում, մեծ բան չէ, մեծ պատասխանատվություն չէ այն իմաստով, որ գիտես պատվելի, այո, լավ է գրված Աստծո խոսքի մեջ, բայց չենք կարող ապրել։ Չկա նման բան։ Ինչ որ Աստված ասեց, նաև պետք եղած զորությունը, օրինակը, ուժը տվեց իր որդիով, հետո իր հոգիով, որպեսզի մենք կարողանանք այդ հնազանդության կյանքը ապրել։ Երբ որ հնազանդությունը Տեր Հիսուս Քրիստոսով վերականգնվեց, այդ հնազանդությունը նաև փոխանցվեց մեզ հոգիով,
որպեսզի մենք կարողանանք ապրել այն հավատքով։ Այս մարգարեական գիրքը նաև մեսիական մարգարեության խոստումը ունի իր մեջ։ Պիտի գանք այդ օրվան։ Երկրորդ գլխի մեջ 9-րդ համար, 23-րդ համար այդ խոստումը գա, որ Աստված իր փառքը եւ իր խաղաղությունը պիտի հաստատի, եւ դա հնարավոր եղավ միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մարդուս անհնազանդությունը բերեց հոգևոր երաշտ աշխարհում, Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ եւ վերցրեց այդ դատարկությունը, վերցրեց այդ չորությունը, վերցրեց այդ անեծքը, վերցրեց այդ երաշտը, որպեսզի մենք նրա հետ ու նրա միջոցով կարողանանք կյանքի համն ու հոտը առնել։ Խաչի վրա Տերը ծարավեց, որպեսզի մենք կենդանի ջուրը ունենանք։ Խաչի վրա Տերը ասեց ամեն բան կատարվեց, որպեսզի մեզ մնա միայն հնազանդելը եւ իր շավիղներին հետևելը։ Խաչի վրա Տերը իր հոգին տվեց, որպեսզի մենք կարողանանք իր հոգուց կյանքի պսակը առնել եւ այդ պսակի մեջ ու պսակի միջոցով ապրել կյանքը համոզումով։ Հիսուս Քրիստոս իրական տաճարն է, որ կանչված ենք կառուցելու եւ կառուցվելու իր մեջ ու իր միջոցով։ Նրա միջոցով Աստված բնակվեց մեր մեջ, շուտով Սուրբ Ծնունդը պիտի նշենք, Էմանուել, Աստված մեզ հետ է։ Նրա մեջ ու նրա միջոցով մենք Աստծուն մոտենալու արտոնությունը ունենք։ Նա եկավ վերակառուցելու եւ մեր կործանված հոգիները վերակենդանացնելու ու դարձնելու կենդանի քարեր իր փառքի համար։ Մարգարեական պատգամը այսօր ուղղված է մեզ հստակ ու պարզ, կառուցիր Տիրոջ տունը, կառուցվիր Տիրոջ տան մեջ հնազանդությամբ եւ ցույց տուր այն կյանքով ու գործողությամբ։ Թող մեր պատասխանը լինի ուրախության հնազանդություն, ուրախությամբ հնազանդություն։ Թող մեր պատասխանը ցույց տա, թե մենք ում ենք հավատացել, ում ենք վստահել եւ ում ենք հուսացել։ Ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի հնազանդությունը տեսանելի է ամեն անգամ, երբ որ Տիրոջ սեղանն է բացվում մեր առջև։ Տեր Հիսուս Քրիստոսի հնազանդությունը մինչ իմահ եւ այն էլ խաչի մահ մեր առջև բացում է Տիրոջ սեղանը եւ հիշեցնում, որ Աստված